Պերուի նախագահի պաշտոնատար Խոսե Ջերին արտակարգ դրություն է հայտարարել մայրաքաղաք Լիմայում, բողոքի ալիքը զսպելու համար, հաղորդում է Ալ Ջազիրան։ Արտակարգ դրությունը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 22-ին և կտևի 30 օր, որպես հանցավորության աճի դեմ պայքարի միջոցառում։ Նախարարների խորհուրդը հաստատել է Լիմայում արտակարգ դրությունը։ Այն կոչ է անում ոստիկանության հետ մեկտեղ օգտագործել զինված ուժեր, հասարակական կարգը պահպանելու համար։ Ջերիի խոսքով այս միջոցառումը կնպաստի խաղաղության, անդորրի և միլիոնավոր պերուացիների վստահության վերականգնմանը։ Կանադական իշխանությունները չեղարկել են Ուկրաինային փոխանցվող 25 թեթև զրահապատ մարտական մեքենաների վերանորոգման պայմանագիրը։ Այս մասին հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Դեյվիդ Մաքքինտին։ 250 միլիոն կանադական դոլար, 178 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիրը խզվել է Armatech Survivability ընկերության հետ, որը պետք է վերանորոգեր շահագործումից հանված մեքենաները։ Այս որոշման պատճառները հայտնի չեն։ Ես չեմ կարող ավելի մանրամասն քննարկել այս հարցը։ Կտեսնենք, թե ինչպես կզարգանան հարաբերությունները գերատեսչության և կապալառուի հետ։ Ես կցանկանայի ավելի մանրամասն բացատրել գերատեսչության կողմից պայմանագիրը խզելու որոշման պատճառները, բայց ես դրա համար իրավասու չեմ, ասել է Մաքգինտին։ Նա հավելել է, որ Կանադան Ուկրաինային նոր մեքենաներ է մատակարարում և որ խնդիրներն առաջացել միայն վերանորոգված մեքենաների հետ։ Կրեմլը չի հաստատել, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգներին ուղարկել է փակ նոտա, որում ուրվագծվել են Ուկրաինայի հակամարտության կարգավորման պայմանները։ Սակայն ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ընդգծել է, որ Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել։ Ռուսաստանը դա արել է բազմիցս։ Մեր դիրքորոշման տարրերը լավ հայտնի են, դրանք հստակ ձևակերպվել են նախագահի կողմից։ Այս պահին մենք այս հարցի վերաբերյալ նորություններ չունենք, ասել է Պեսկովը պատասխանելով Վաշինգտոնի համար փակ նոտայի մասին հարցին։ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն ծաղրել է իր լեհ գործընկեր Ռադոսլավ Սիկորսկու հայտարարությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռի հնարավոր կալանավորման մասին, եթե այն մտնի Հունգարիայի օդային տարածք։ Դիվանագետը իր մեկնաբանությունը հրապարակել է X սոցիալական ցանցի էջում։ Արդյոք Սիկորսկին նկատի ունի անկախ դատարանը, որը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հրամանով հրաժարվել է արտահանձնել Հյուսիսային հոսք 2 գազատարը պայթեցրած ահաբեկչին, գրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ չի մասնակցի G20 գագաթնաժողովին, սակայն ռուսական պատվիրակությունը լավ ներկայացված կլինի։ Սրա մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նաև ընդգծել է, որ Կրեմլը նախապես կտեղեկացնի, թե ով է ներկայացնելու Ռուսաստանը G20 գագաթնաժողովում։ Վաղարշաբաթում այսօր մեկնարկած քարոզարշավի ընթացքում արդեն իսկ խախտումների դեպքեր են արձանագրվել, ավելին թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով բողոք է ստացվել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացրել են, որ պաստառների հետ կապված բողոք է ստացվել ու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները սկսել են շրջայցեր իրականացնել, որպեսզի հասկանան, թե որ արգելված հատվածներում են պաստառներ փակցվել։ Այդ հատվածներն արձանագրելուց հետո ընտրատարածքայինը դիմելու է համայնքապետարանին և ներքին գործերի նախարարությանը, որպեսզի պաստառները հեռացվեն, փոխանցել են կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Բողոքն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ստացվել է հաղթանակ կուսակցությունից, սակայն թե որ քաղաքական ուժի պաստառներ են փակցված արգելված հատվածներում դեռևս հայտնի չէ։ Հոկտեմբերի 22-ին Հայաստանի ազգային ժողովի նիստում քննարկվել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Կառավարությունը Թափուր պաշտոնի համար առաջադրել է Կամո Սարգսյանի թեկնածությունը։ Թեկնածուի կենսագրությունը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։ Ազգային ժողովում այսօր նաև կառավարության հետ հարց ու պատասխանի օր է, որին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն ընդդիմությունը ներկա չէր։ Հայ բեռնատարների վարորդների բողոքի ցույցերը, որոնք սկսվել են հոկտեմբերի կեսերին, ոչ այնքան հակառուսական միջադեպ են, որքան երկու երկրների տնտեսությունների փոխադարձ կարգավորման աշխատանքային գործընթացներ։ Հայաստան-Ռուսաստան երթուղով աշխատող բեռնատարների վարորդները գործնական դժվարությունների են հանդիպել նոր ներգաղթային կանոնակարգերի ուժի մեջ մտնելուց հետո։ Ռուսաստանում օրինական մնալու ժամկետը տարեկան 180-ից կրճատել են մինչև 90 օր։ Հայ բեռնատարների վարորդները ժամեր և նույնիսկ օրեր են անցկացնում
կետերին Լարսի անցակետում։ Տարեկան ընդամենը 6 կամ 7 ուղևորությունից հետո վարորդը կարող է հասնել այդ սահմանին, որից հետո նրան սպառնում է արտաքսում եւ մուտքի արգելք 3-ից 5 տարի ժամկետով։ Ռուսաստանն արդեն արձագանքել է խնդրին։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ ռուսական կողմը համաձայն է Երևանի փաստարկների հետ, ըստ որոնց հայ վարորդների մնալու ժամկետը մեծացվում է մինչև 180 օր։ Հայ վարորդների բողոքի ակցիաները հասկանալի են, սակայն կարևոր է աշխատանքային հարցը չվերածել քաղաքականի։ Նախարար Գևորգ Պապոյանը վստահեցրել է, խնդիրը լուծվում է ամենաբարձր մակարդակով։ Նրանք, ովքեր փորձում են այս պատմությունը վերածել հայ-ռուսական հարաբերություններում եւս մեկ ճգնաժամի, բաց են թողնում էականը։ Սա քաղաքական դիմակայություն չէ, այլ գործընկերության շրջանակներում կանոնների վերաբերյալ տեխնիկական համաձայնագիր։ Ռուսական շուկան շարունակում է կարևորագույն նշանակություն ունեցող մնալ հայ փոխադրողների համար։ Լուծումը գրեթե պատրաստ է եւ դա կառուցողական աշխատանքի արդյունք է, այլ ոչ թե հակամարտության։ Արժե հիշել սա, երբ կարդում եք Ռուսաստանի դեմ բողոքի ցույցերի մասին վերնագիրը։ Դրանց հետևում թաքնված է աշխատանքային ռեժիմ, որին երկու կողմերն էլ պատրաստ են եւ կարող են լուծել։ Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Միացյալ Նահանգներում։ Պատճառը անձնակազմի անդամներից մեկի ինքնազգացողության վատացումն է, հաղորդում է CBC-ն։ Վարչապետի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Միացյալ Նահանգներում բժշկական օգնություն պահանջող միջադեպից հետո, նշվում է հաղորդագրության մեջ։ Տղամարդը տեղափոխվել է տեղի հիվանդանոց եւ ինքնաթիռը կշարունակի իր թռիչքը վառելիք լիցքավորելուց հետո։ CBC-ի տվյալներով Ալբանեզը վերադառնում էր Ավստրալիա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո։ Ամերիկացի ձեռնարկատեր եւ միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ ապագայում բոլոր աշխատատեղերը կզբաղեցնեն ռոբոտները եւ արհեստական բանականությունը։ Նա այս մասին գրել է իր X սոցիալական մեդիա հարթակում։ Ձեռնարկատիրոջ խոսքով աշխատանքը ավելորդ կլինի եւ մարդիկ կկարողանան անել այն, ինչն իրենց իսկապես դուր է գալիս։ Մասկը որպես օրինակ է բերել բանջարեղեն աճեցնելը խանութում, դրան գնելու փոխարեն։ Սա նրան պատասխանն է ամերիկացի ձեռնարկատար Ջեյսոն Կալականիսի այն հաղորդագրությանը, որ Amazon-ը նախատեսում են 600,000 աշխատակիցներին փոխարինել ռոբոտներով աշխատատեղերի մոտավորապես 75%-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Ճապոնիա նախատեսվում է հոկտեմբերի 27-ից 29-ը։ Հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան, ելույթ ունենալով մամուլի ասուլիսում։ ԱՄՆ նախագահ Թրամփը հրավիրվել է Ճապոնիա, նրա այցը նախատեսվում է իրականացնել հոկտեմբերի 27-ից 29-ը, նշել է պաշտոնյան։ Կիհարան ասել է, որ ուղևորության ընթացքում Թրամփը, ինչպես սպասվում է, բանակցություններ կվարի Ճապոնիայի նոր վարչապետ Սանաե Տակայիչիի հետ, ինչպես նաև հանդիպում կունենա կայսր Նարուհիտոյի հետ։ Կառավարության գլխավոր քարտուղարը վստահություն հայտնեց, որ ամերիկացի առաջնորդի այցը կարևոր քայլ կլինի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։ Սա Թրամփի առաջին այցը կլինի Ճապոնիա իր երկրորդ ժամկետի ընթացքում։ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, ինչպես սպասվում է, կաջակցի հակառուսական 3 օրինագծերի, հաղորդել է ամերիկյան Axios լրատվական կայքը, հղում անելով օրենսդիրներին եւ նրանց օգնականներին։ Հրատարակության մեջ նշվում է, որ հանձնաժողովը, ինչպես սպասվում է, կհաստատի 3 երկուսակցական օրինագծեր, որոնք ուղղված են Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելուն։ Դեռևս պարզ չէ, թե երբ կարող է ներկայացուցիչների պալատը քննարկել դրանք ամբողջ կազմով։ Օրինագծերից առաջինը ներառում է երկրորդական պատժամիջոցներ Մոսկվայի առևտրային գործընկերների նկատմամբ։ Սենատորների առաջարկը նախատեսում է 500% ներմուծման մաքսատուրք ԱՄՆ-ից այն երկրներից ներմուծվող ապրանքների վրա, որոնք Ռուսաստանից նավթ, գազ, ուրան եւ այլ ապրանքներ են գնում։ Երկրորդ փաստաթուղթը կոչ է անում Միացյալ Նահանգներին Ռուսաստանին ներառել ահաբեկչությունը հովանավորող պետությունների ԱՄՆ ցուցակում։ Երրորդ օրինագիծը կոչ է անում Վաշինգտոնին պարբերաբար Կիևին փոխանցել ԱՄՆ-ում պահվող սառեցված ռուսական ակտիվները։ Բելարուսի պետական մաքսային կոմիտեն հայտնել է, որ Լիտվան փակել է երթևեկությունը իր ընդհանուր սահմանի վրա գտնվող 2 գործող անցակետերում։ Ներկայումս Լիտվա-Բելարուս սահմանին գործում են 6 ճանապարհային անցակետերից 2-ը՝ Մեդինինկայը եւ Շալչինինկայը։ Այս գիշեր Լիտվան փակել է երթևեկությունը ժամը 03:00-ից Շալչինինկայի անցակետով եւ ժամը 05:00-ից Մեդինինկայի անցակետով։ Ասվում է գործակալության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Նշվում է,
որ նշված անցակետերում Բելարուսից դուրս գալու էլեկտրոնային հերթում ներկայումս գրանցված է ավելի քան 1500 բեռնատար։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իսրայելում համակարգող կենտրոն է բացվել Գազայի հատվածին օգնություն ցուցաբերելու եւ հրադադարի պահպանմանը հետևելու համար։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հոկտեմբերի 17-ին Իսրայելում բացեց քաղաքացիական ռազմական համակարգման կենտրոն, պաշտոնապես հիմնելով Գազային օգնություն տրամադրելու հիմնական համակարգման կենտրոնը։ Կենտրոնի առաքելությունը կլինի աջակցել իրավիճակի կայունացման ջանքերին։ Կենտրոնը նաև կհետևի հրադադարի համաձայնագրի պահպանմանը, ասվում է Ցենտկոմի հայտարարության մեջ։ Հրամանատարությունը նշել է, որ ԱՄՆ զորքերը չեն տեղակայվի Գազայում, այլ փոխարենը կնպաստեն ոլորտին մարդասիրական լոգիստիկ աջակցության, ինչպես նաև միջազգային գործընկերների կողմից անվտանգության ապահովմանը։ ԱՄՆ ազգային գվարդիայի ստորաբաժանումների ներկայությունը Վաշինգտոնում, որոնք մայրաքաղաքում են տեղակայված հանցագործության դեմ պայքարի համար, կարող է երկարաձգվել մինչև 2026 թվականի ամառը, հաղորդում է ABC-ն։ Հեռուստաալիքի աղբյուրների կողմից ձեռք բերված փաստաթղթերի համաձայն, ազգային գվարդիայի առաքելությունը, որի ժամկետը լրանում է նոյեմբերի վերջին, կարող է երկարաձգվել մինչև 2026 թվականի ամառը։ Սա կապված է ԱՄՆ անկախության 250-ամյակի հետ, որը կնշվի 2026 թվականի հուլիսի 4-ին։ Օգոստոսի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց մայրաքաղաքում ազգային գվարդիայի զորքեր տեղակայելու մասին, հանցագործության դեմ պայքարելու համար։ Նախագահը նաև քաղաքի ոստիկանական ուժերը դրեց դաշնային վերահսկողության տակ եւ առաջարկեց, որ անհրաժեշտության դեպքում զինված ուժերը կարող են կանչվել Վաշինգտոնում անվտանգությունն ապահովելու համար։ Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը երեկոյան հրավիրվել է քննչական կոմիտե եւ հարցաքննվել։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձը հարցաքննվել է։ Շատ բարձր եմ գնահատում մեր շանսերը լրագրողների հետ զրույցում, այս մասին ասել է Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, անդրադառնալով վաղար շաբաթ խոշորացված համայնքում նախընտրական քարոզ արշավին։ Վերջին առնվազն 5-6 տարիներին իմ նպատակը մեկն է՝ ազատվել այս իշխանություններից, ՔՊ-ին իշխանազրկել։ Սա այն քայլերից է, որ մենք պետք է անենք վաղար շաբաթում։ Վստահ ենք, որ նոյեմբերի 16-ին մենք փաստելու ենք, որ ԿՊ-ն չկարողացավ վաղար շաբաթում վերցնել իշխանությունը։ Հիշեցնենք, վաղար շաբաթ համայնքի ղեկավարի Հայրենիք կուսակցության տեխնացուն Խաչիկ Մանուկյանն է։ Արթուր Վանեցյանն ասել է, թե ցանկացած ընդդիմադիր ուժի հետ պատրաստ են համագործակցել։ Բացենք համագործակցության համար, բայց ամեն ինչ անելու ենք, որ առավելագույն ձայներ ստանանք, նշել է Վանեցյանը։ Արթուր Վանեցյանը նաև նշել է, որ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել վաղար շաբաթի ընտրություններին։ Վերջին շրջանում հարձակում է իրականացվում հայ առաքելական եկեղեցու վրա, իսկ Էջմիածինը ողջայության հոգևոր մայրաքաղաքն է։ Հենց այդ տեսանկյունից պետք է նայենք հարցին։ Էջմիածինցին պետք է իր հստակ խոսքն ասի, այն իշխանությունը, որը սկսել է գործել ընդդեմ հայ առաքելական եկեղեցու, չի կարող իշխանություն ձևավորել հոգևոր մայրաքաղաքում, ընդգծել է Վանեցյանը։ Երևանի Աջափնյակ եւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների Լենինգրադյան փողոցը կանվանափոխվի։ Որոշման նախագիծը Երևանի ավագանու նիստի օրակարգում է։ Ղեկավարվելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի 23-րդ կետի դրույթներով Հայաստանի կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի համար 2386 ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով Երևան քաղաքի ավագանին որոշում է։ Երևան քաղաքի Աջափնյակ եւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների Լենինգրադյան փողոցը անվանափոխել Բարերար Քրքորյանի անվամբ Քրքորյան փողոց, նշված է նախագծում։ Ակնհայտ է, որ հաստատված խաղաղության ապացույցներից մեկն է։ Վստահ եմ, որ գալիք ապագայում նման երկկողմ քայլերի պակաս չի զգացվելու։ Ես ողջունում եմ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը։ Շատ կարևոր հարցեր ունենք, սպասում ենք դրան շուտապույտ լուծմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով Ադրբեջանի տարածքով Հայաստանի համար ապրանքների տարանցման սահմանափակումների վերացմանը։ Խոսելով Ժնևում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման մասին, նա նշել է,
որ քննարկել են նաև գերիներին ու պահվող անձանց հետ կապված հարցեր։ Պետք է ասեմ, որ հանդիպումը շատ դրական եմ գնահատում։ Երկուստեկային գնահատումը կա, որ խորհրդարանականներն իրենց վրա պետք է վերցնեն հանրություններին պատրաստելու, մերձեցնելու եւ խաղաղության իրականության մեջ ապրելու, իրար ընդառաջ քայլեր անելու տրամաբանությունը։ Իմ գործընկերոջ մոտ այդ ընկալումը նույնպես կար։ Շատ դրական եւ ջերմ հանդիպում է տեղի ունեցել, պայմանավորվել են կոնկրետ քայլերի մեխանիզմ, երկու կողմերից առաջարկենք ու քննարկենք, հայտնել է Սիմոնյանը։ Նրա խոսքով Գաֆարովան վստահեցրել է, որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան հնարավոր չէ, այսքան քայլ ենք արել, այսքան բան ենք արել, այսքան միջազգային պարտավորություն ենք վերցրել մեզ վրա։ Հունգարիայի իշխանությունները շարունակում են նախապատրաստական աշխատանքները Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում կայանալիք հանդիպման համար այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հույս հայտնելով, որ գագաթաժողովը կկայանա։ Խաղաղության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Ամսաթիվը դեռևս որոշված չէ։ Երբ ժամանակ կգա, մենք այն կկազմակերպենք, գրել է վարչապետը։ Թրամփի վարչակազմը նախատեսում է մինչև տարեվերջ վերաբնակեցնել 7000 սպիտակամորթ հարավաֆրիկացիների, հաղորդում է The Washington Post-ը հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։ Հրատարակությունը պնդում է, որ ԱՄՆ փախստականների վերաբնակեցման ծրագրի վերանայման շրջանակներում 7500 մարդու առավելագույն քվոտաներից առնվազն 7000 տեղ կհատկացվի աֆրիկացիներին, ովքեր նախկինում չէին կարողանում օգտվել ծրագրից։ Մինչ օրս Միացյալ Նահանգները մուտք գործել 400 սպիտակամորթ հարավաֆրիկացի, սակայն եւս 6000 կարող են վերաբնակեցվել երկրում արդեն հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսներին։ Մնացած տեղերը շարունակում է թերթը հատկացվեն կամ անգլերեն խոսողներին կամ նրանց, որոնց խոսքի ազատության վերաբերյալ հայացքները համընկնում են ամերիկյան վարչակազմի հայացքների հետ։ The Washington Post-ն հիշեցրել է, որ Թրամփի օրոք փախստականների վերաբնակեցման ծրագիրը կտրուկ կրճատվեց։ Ջո Բայդենի նախագահության վերջին տարում փախստականների սահմանաչափը 125,000 էր եւ տեղերի մեծ մասը տրամադրվեց Աֆղանստանից եւ Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունից եկած մարդկանց։ Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները մտել են Ուկրաինայի Խարկովի մարզում գտնվող Կուպյանսկ քաղաքի հարավային մաս։ Ինչպես հաղորդում է Տելեգրամի իջի Սմատրիալիքը, ռուսական հարձակողական խմբերը շարունակում են մղել մարտեր առաջընթաց գրանցելով քաղաքում։ Զեկույցների համաձայն ռուսական բանակը կարողացել է հետ մղել ուկրաինական ստորաբաժանումների մի շարք հակահարվածներ։ Շտուրմավորները արդեն Կուպյանսկի հարավում են, մարտերը շարունակվում են, նշված է հաղորդագրությունում։ Ավելի վաղ Խարկովի մարզի զինվորական քաղաքացիական վարչակազմը կանխատեսել է, որ Կուպյանսկի գրավումը Ռուսաստանի բանակի կողմից կարող է տեղի ունենալ մոտ ապագայում հաշվի առնելով ճակատի վերջին զարգացումները։ Եթե հիմա դադարեցվի հատուկ ռազմական գործողությունը եւ անապահ կանգ առնվի, ապա Ուկրաինան կմնա նացիստական ռուսաստիաց ռեժիմի տիրապետության տակ, իսկ հակամարտության բուն պատճառները չեն վերացվի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է A-Daily-ն։ Հիմա Վաշինգտոնից սկսել են հնչել, որ պետք է անապահ կանգ առնել։ Պետք չէ այլ բան քննարկել, կանգ առեք եւ թող պատմությունը դատի։ Հասկանում եք, եթե պարզապես կանգ առնենք, դա նշանակում է մոռանալ այդ հակամարտության արմատական պատճառների մասին, որոնք ամերիկյան վարչակազմը Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո հստակ հասկանում էր, ասել է Լավրովը։ Նա հավելել է, որ անապահ հրադադարը Ուկրաինայի զգալի մասը կթողնի նացիստական ռեժիմի վերահսկողության տակ։ Հրադադարը հիմա միայն մի բան կնշանակեր, որ Ուկրաինայի հսկայական մասը մնում է նացիստական ռեժիմի ղեկավարության ներքո։ Ուկրաինայի այդ հատվածում դա կլինի միակ վայրը երկրի վրա, որտեղ օրենսդրորեն արգելված է մի ամբողջ լեզու, ել չեմ ասում այն մասին, որ դա ՄԱԿ-ի պաշտոնական լեզուն է եւ այն լեզուն, որով խոսում է բնակչության մեծամասնությունը, նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուս պահանջել է տարածքային զիջումներ կատարել, որպեսզի հնարավոր դառնա խաղաղ համաձայնություն Ռուսաստանի հետ։ Այդ մասին գրել է The New York Times թերթը։ Հղումանելով եվրոպական բարձրաստիճան պաշտոնյայի ըստ հրապարակման, Թրամփը հորդորել է Զելենսկուն հողային զիջումների գնով դադարեցնել արյունահեղությունը, սակայն ուկրաինացի նախագահը մերժել է այդ առաջարկը, թեև Զելենսկին ավելի վաղ չէր բացառել կոմպրոմիսային տարբերակը կապված կորցրած տարածքների հետ։ Նա նշել էր, որ դա կարող է լինել միայն վերջին միջոցը հակամարտության կարգավորման ճանապարհին։ Միևնույն ժամանակ Եվրամիության արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Կայա Կալասը Կիևին կոչ է արել Կիևին չճանաչել Դոնբասը որպես ռուսական տարածք, նշելով, որ նման քայլը կարող է թուլացնել Ուկրաինայի դիրքերը խաղաղ գործընթացում։
Սպիտակ տունը միջգերատեսչական մարմին է ստեղծել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ենթադրյալ թշնամիների դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտնել է Newsweek ամսագիրը։ Դրա կազմում են Սպիտակ տան աշխատակիցները, Հետաքննությունների դաշնային բյուրոն, Կենտրոնական հետախուզական վարչությունը, Ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմը, ինչպես նաև Արդարադատության, Պաշտպանության և Ներքին անվտանգության նախարարությունները, նշել է հրատարակությունը։ Հաղորդվում է, որ մարմինը գործում է առնվազն 2025 թվականի մայիսից։ Ինչպես Reuters-ին հայտնել է մարմնի աշխատակիցներից մեկը, ոչ մի կոնկրետ անձի չեն հետապնդում հաշվեհարդարի նպատակով։ Արևմտյան երկրների առաջնորդներն ի վիճակի չեն ընդունել այն փաստը, որ Ուկրաինայի զինված ուժերը արդեն պարտվել են մարտի դաշտում։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Չեխիայի ռազմական հետախուզության նախկին ղեկավար գեներալ Անդոր Շանդորը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և արևմտաեվրոպական երկրների առաջնորդները պարզապես չեն գիտակցում իրականությունը և չեն ցանկանում ընդունել, որ Ուկրաինան արդեն պարտվել է։ Նրանք մեծ ջանքեր են գործադրել Կիևին օգնելու համար, բայց այժմ նրանք ի վիճակի չեն ընդունել տխուր ավարտը, նշել է գեներալը։ Շանդորի կարծիքով Ուկրաինայի զինված ուժերին այլևս օգնելու տարբերակ չկա, քանի որ երկիրը զինվորներ չունի։ Նա եզրափակել է, որ հակամարտությունում ստեղծված իրավիճակի պատճառով Կիևը չի կարող հաղթել։ Փարիզում Լուվրի թանգարանի կողոպուտի հետևանքով պատճառված վնասը գնահատվում է 88 միլիոն եվրո։ Երեքշաբթի օրը հայտնել է Փարիզի դատախազ Լոր Բեկկոն, վկայակոչելով թանգարանի տնօրենին։ Լուվրի տնօրենը վնասը գնահատել է 88 միլիոն եվրո, ասել է նա RTL ռադիոկայանի եթերում։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը պաշտոնը զբաղեցրել է 2007-ից 12 թվականներին, բանտում իր առաջին օրը սկսել է գիրք գրել, հայտարարել է նրա փաստաբան Ժան-Միշել Դարոյը, հայտնում է 10-ը։ Նա մարզանք է արել և սկսել է գրել իր գիրքը։ Փաստաբանը ասել է, որ պետության նախկին ղեկավարը 9 քառակուսի մետրանոց խցում է, անընդհատ աղմուկ է, ասել է Դարոյը։ Փաստաբանը հավելել է, որ Սարկոզին կեսօրին հանդիպել է կնոջ Կարլա Բրունիի հետ։ Բանտում առաջին օրը սարսափելի էր, բայց նա դիմացավ դրան, ասել է փաստաբանը։ Փարիզի դատարանը սեպտեմբերի 25-ին 70-ամյա Սարկոզիին դատապարտեց 5 տարվա ազատազրկման, կապված նրա 2007 թվականի նախընտրական քարոզարշավի լիբիական ֆինանսավորման հետ։ Հոկտեմբերի 21-ին նա սկսեց իր պատիժը կրել Փարիզի Սանտե բանտում, մենախցում։ Վաղար շաբաթ խոշորացված համայնքում այսօր հոկտեմբերի 22-ին պաշտոնապես մեկնարկել է ավականու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը ժամը 24:00-ն։ Ավականու ընտրություններին մասնակցելու է 8 քաղաքական ուժ, որոնք հանդես կգան հետևյալ հերթական համարներով. Հաղթանակ կուսակցությունների դաշինք, կազմված առաջ և հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություններից, ցուցակը գլխավորում է Սևակ Խաչատրյանը, Համահայկական ճակատ կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Արտյոմ Սիմոնյանը, Հանրապետություն կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Հարություն Մկրտչյանը, Մայր Հայաստան ազգային դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում է Գրիշա Հարությունյանը, Ազատ դեմոկրատներ կուսակցությունը, որը գլխավորում է Վահրամ Ազատյանը, Ժառանգություն կուսակցությունը, որը գլխավորում է Արկադի Փայտյանը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակյանը և Հայրենիք կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Խաչիկ Մանուկյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն վաղար շաբաթ խոշորացված համայնքի ավականու ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 70,022 մարդ։ Ընդհանուր առմամբ վաղար շաբաթ խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում ընտրությունների օրը կբացվի 47 ընտրատեղամաս։ Վաղար շաբաթ համայնքի ավականու ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին։ Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն ներկրումը իրապես հեղափոխություն է։ Այս մասին ազգային ժողովի իր ելույթում հայտարարել է ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Կար քննադատություն, որ սա միակողմանի զիջում է։ Ադրբեջանը հնարավորություն է ստանալու Հայաստանի տարածքով տրանզիտ իրականացնել, եւ Հայաստանը ստանալու է ոչինչ։ Ասել է Ռուբինյանը, խոսելով ընդդիմության քննադատությանը Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորենի ներկրման մասին։ Նա ընդգծել է, որ վերջապես ունենում ենք աղբյուրների դիվերսիֆիկացիա։ Ես կարծում եմ տեղի ունեցածը իրապես հեղափոխություն է, ասել է Ռուբինյանը։ Հոկտեմբերի 22-ից 24 արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում, մասնակցելու ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովին։ Այս մասին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից, Փարիզում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։
Առաջիկայում Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան, ինչպես նաև Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր նույնպես կկառուցվեն։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս ամենը քննարկման մեջ է Trip Road ծրագրի շրջանակներում, նաև համապատասխան քննարկումների մեջ ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ընդգծել է վարչապետը։ Նա այս ծրագրերի իրականացման եւ կյանքի կոչման համար գլխավոր պայմանը համարել է խաղաղությունը։ Այժմ աշխատում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը ավելի ինստիտուցիոնալ դարձնելու ուղղությամբ, շեշտել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ առաջիկայում կարող ենք Հայաստան-Թուրքիա սահմանի բացում ունենալ։ Ըստ նրա, այդ ուղղությամբ աշխատում են վաղուց եւ ամեն ինչ արդեն պատրաստ է։ Մեղադրանք է առաջադրվել Գյումրիում քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության ժամանակ բողոքի դուրս ելած եւ ընդվզումների մասնակցած 4 շարքային քաղաքացիների նկատմամբ եւ խիստ հավանական է, որ պես խափանման միջոց ընտրվի կալանքը։ Դատարան է ուղարկվել քրգործի նյութերը, մինչեւ առավոտ դատարանն ըստ ամենայնի կալանքի որոշում կկայացնի։ Քաղաքացիները, ովքեր փորձել են պաշտպանել իրենց ընտրած քաղաքապետին, այժմ կանգնած են քրեական հետապնդման վտանգի առջև։ Գյումրեցիների խոսքով կալանքի որոշումներով իշխանությունները փորձում են վաղ տարածել Գյումրիում եւ սանձել հնարավոր ընդվզումներն ու թույլ չտալ, որ նոր հավաքներ ու գործադուլներ կազմակերպեն, մանավանդ որ այսօր առավոտից Գյումրիում գործադուլ անելու մասին տեղեկություններ էին տարածվում։ Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը Վարդան Ղուկասյանի փեսան Ավետիս Առաքելյանը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է համայնքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։ Նշենք, որ այսօր հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել 2 ամիս ժամկետով կալանավորել Վարդան Ղուկասյանին։ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն ուսուցչի է ազատել աշխատանքից։ Վերջինիս կոլեգաները բողոքի ցույց են իրականացրել ԿԳՄՍ-ի շենքի մոտ։ Եթե մի դեպքը ծածկենք գնա աչք փակենք, կարծում եմ, որ հաջորդներն էլ կհետևեն դրան։ Եվ մարդկանց լրիվ անմեղ ու անտեղի կազատեն աշխատանքից, ընդ որում հարցը այստեղ միայն աշխատանքից ազատվելը չի։ Հարցը նրանում է, որ բարի եւ ազնիվ մարդուն ուղղակի առաջադրվում է մեղադրանք, որում ինքը բնավ ոչ մի մեղավորություն չունի։ Ամբողջ ցավը սրանում է, մենք այստեղ անձի խնդիր չենք բարձրաձայնում, մենք ուղղակի ուզում ենք, որ նմանատիպ ազնիվ պարտաճանաչ եւ աշխատասեր մարդուն գոնե այդ ասեկոսեներից զերծ պահենք։ Հոկտեմբերի 21-ին Գարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տեր Արամ Քահանա Ասատրյանը։ Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը եւ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պարգևների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առայն, որ Տեր Արամ Քահանա Ասատրյանը հրապարակային ելույթներով ու հայտարարություններով արկաբեկել է հայ եկեղեցին, թեմակալ առաջնորդին եւ ծառայեկից եկեղեցականներին։ Անտեսելով թեմական առաջնորդի հորդորներն ու հրահանգները հարատևել է կարգազանց ընթացքի մեջ։ Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարակներին կամայականորեն զեղչել է ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը, այդ քայլով ըստ էության իրեն դուրս դնելով եկեղեցուց։ Երիցս համառել է ներկայանալ հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաեւ իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին Ստեփան Ասատրյան Աբազանի անունով։ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերի, մասնավորապես հեռադիտակի մակերեսից եւ ուսակապիչից, կարմիր գույնի ձեռնոցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գևորգ Հարությունյանին բնորոշ գենետիկական բնութագրին։ Այս մասին տեղեկացնում են քննչական կոմիտեից։ Նշենք, որ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փարաքար համայնքի ղեկավարի ու ոստիկանի սպանության գործով ձերբակալվածներ կան։ Գևորգ Հարությունյանը դեպքից օրեր անց ներկայացել էր ոստիկանություն եւ ասել, որ ինքն է կատարել սպանությունները։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազենի Բաղդասարյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։ Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում, Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ, նշել է վարչապետի խոսնակը։ Եղանակը առաջիկա օրերին։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 22-ից 3-ը 26-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ։ Հոկտեմբերի 23-ից 25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ից 3-ը կբարձրանա 3-ից 4 աստիճանով։ Երևանում հոկտեմբերի 22-ին, 25-ին եւ 26-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ։ Հոկտեմբերի 23-ին եւ 24-ին սպասվում է կարճատև անձրև։